Բարի գալուս Սիվիլնետ տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Արման Եղոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Պարոն Եղոյան, այս պահին, որ մենք ձեզ հետ զրուցում ենք, դեռևս եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում է, քիչ առաջ տեղի ունեցավ բանակցությունների արդյունքում ասուլիսը կառավարությունում, որտեղ նա հայտարարեց մոտավորապես հետևյալը, որ աջակցության փաթեթ է տրամադրվելու Հայաստանին մոտավորապես 52 միլիոն դոլարի եվրոյի շրջանակներում։ Դա բյուջետային աջակցություն է, այո։ Հիմա այդ թվերից սկսենք, էլի, հա, որովհետև երբեմն դրանք խառնում են շատ հաճախ անգամ լրագրողները, ասացեք, խնդրեմ, խոսեց 52 միլիոն դոլար աջակցության մասին եւ խոսեց հավելյալ 18 միլիոն դոլար, 10 միլիոն եվրո ներողություն աջակցության մասին, որը ի հավելումը նրա, որ նախկինում առաջաբան, ուրեմն 34 թե 36 միլիոն պետք է տրամադրվեր։ Սրանք տարբեր աջակցություններ են, որ Հայաստանը 52 միլիոնը բյուջետային աջակցություն է, ինչը նշանակում է, որ այդ գումարը ուղղակիորեն գալու է մտնելու է մեր պետական գանձապետարան, եթե կուզենաք շատ ժողովրդական լեզվով ասեմ, դա ուղղակի նվեր է։ Գրանտ նվեր, այսինքն ուղղակիորեն մտնում է պետական, այսինքն ոչ թե ծրագրային աջակցություն է, ոչ թե վարկ չի եւ նաեւ ծրագրային աջակցություն էլ չի, որ այսինչ ծրագրի համար է։ Դա ըստ հայեցողության ծախսվելի գումար է, կառավարությունը ըստ իր հայեցողության ճիշտ է ինչ որ էլի կանոնների սահմանում, բայց մտնում է ուղղակիորեն մեր պետական բյուջե 18 միլիոն 18-ը, ճիշտ ասած 18 միլիոնի հետ կապված ես մոտավորապես հետեւյալն ասեց, որ այդ մեջբերումը անեք, բացի առևտրային արտոնություններից Եվրոպական միությունը Հայաստանին կդրամադրի 52 միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն, ինչի մասին ասեցի, որից 18 միլիոնը կուղղվի անմիջապես առևտրային Որից 18 միլիոնը, որից 18 միլիոն, այո, արտահանման խթանման։ Ես էլ հասկացա, որից 18-ը հասկացա։ Այսինքն իրենք կարող են նախանշել ինչ-որ ուղղություններ, ուղղակի այդտեղ կառավարությունը շատ մեծ հայեցողություն եւ ազատություն ունի, թե այդ ուղղության մեջ ինչ գործիքներով, ինչ պայմաններով է դրանք ծախսում։ Եթե ընդհանուր գնահատեք։ Սա իդեպ ես ասեմ, սա շատ մեծ թիվ է։ Բյուջետային աջակցության համար սա ահռելի մեծ թիվ է, մեկ տրանշով նման բյուջետային աջակցություն, մենք ես չեմ հիշում, որ ստացած լինենք մեկ տրանշով, մեկ սովորաբար տարվա ընթացքում եղել են տարվա ընթացքում հա եղել է, հաստ տարվա ընթացքում հանրագումարումը եղել է 30, 40, 50 էլ է եղել, բայց տարվա ամբողջ բյուջետային տարվա համար, բայց սա ընդհանրապես մեկ որոշմամբ մեկ խնդիր լուծելու համար տրամադրված բյուջետային աջակցություն, մեկ խնդիր։ Այն մնացածը տրամադրվում էին 10, 15, 20 խնդիր, չգիտեմ, լուծելու համար։ Սա մեկ, այսինքն արտահանման, շուկաների ձևավորման հետ կապված խնդիրները հասցեագրելու համար է սա։ Որպես պրոֆիլային գլխադասային այսպես հանձնաժողովի նախագահ, ինչպես է գնահատում ընդհանուր այցի արդյունքները։ Շատ դրական եւ ընդ որում ոչ միայն այս բյուջետային աջակցության հետ կապված, այլ ամենակարևորը ինքնավար առևտրային միջոցառումների հետ կապված, որոնց մասին վարչապետը խոսեց, ինչ է դա իրենից ներկայացնում, սա մի բացառիկ գործիք է, որը Եվրամիությունը կիրառում է, ելի եմ ասում, շատ բացառիկ դեպքերում իր գործընկերների նկատմամբ, ուրեմն Եվրահանձնաժողովը առաջարկել է անդամ երկրներին կիրառել այս գործիքը, որի բովանդակությունը հետևյալն է, որ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող պետությանը տրամադրվում են համարյա թե նույն արտոնությունները, որոնք ունեն ազատ առևտրի համաձայնագիր ունեցող պետությունները ժամանակավոր։ Այսինքն սա նշանակում է հանվում են մաքսային բարիերները, հանվում են իրենց կողմից իրենց շուկան պաշտպանելու միտված այլ բարիերները, հանվում են քվոտաները որոշակի թվով ապրանքների համար, խոսքը հազարավոր մինչև 80% ապրանքների, ինչպես մինչև 80% ապրանքների, երբես հայտարարեց ֆոն դեր Լայենը, որ Հայաստանի դեպի Եվրոպական միություն արտահանումների 80%-ը կազատվի այդ մաքսատուրքերից։ Այո, որտեղ իրենք ունեն ցանկ, դա մոտավորապես GSP+-ի կհիշեք, մի քանի տարի առաջվա ցանկն է, 80% ասելով ինքը նկատի ունի, որ երբ նայում ենք արտահանումների իրական անունները, մոտ 80%-ը համընկնում է իրենց այդ հատուկ ուրեմն ATM-ներ, Autonomous Trade Measures-ի ցուցակի ապրանքների հետ։ Կան ապրանքներ, որոնք բնականաբար այդ ցուցակի մեջ չեն մտնում։ Շատ լավ։ Այսինքն մեծ հետաքրքրող ապրանքներն են։ Դե մեծ հաշվով այս պահին այն ինչ արվում է, դրա մասին պարզ եւ բառացի հայտարարեց իհարկե
վարչապետ Փաշինյանն ավելի դիվանագիտորեն, բայց Ուրսուլա ֆոն դեր Լայենը ավելի ուղիղ նրա մասին, որ Հայաստանը այս պահին ենթարկվում է Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշումների, իր խոսքն է, եթե չեմ սխալվում, եթե ճիշտ է թարգմանել, թարգմանիչը, հա, որովհետև թարգմանչի թարգմանությունն եմ լսել ես, տնտեսական բռնության կարելի է ասել եւ այս միջոցները նաեւ ուղղված են նրան, որպեսզի այդ հնարավոր ուրեմն բացասական հետևանքները մեղմվեն։ Հիմա հարցը հետեւյալն է, հա, մենք ունենք 52 միլիոն եվրոյի աջակցություն, որը ուղիղ բյուջետային աջակցություն է տրամադրվում Հայաստանին։ Եվ մենք ունենք ուրեմն ապրանքների բավական մեծ, այսպես քանակ, ծավալ, որը պետք է գնար Ռուսաստան գյուղմթերքի եւ չի գնում Ռուսաստան սահմանափակումների պատճառով։ Արդյոք սրանք համադրելի աջակցություններ են, նկատի ունեմ, որպեսզի այո, նաեւ զրոյացումը մաքսատուրքերի։ Ինչու եմ այս հարցը տալիս, որովհետեւ ձեր հիշատակա GSP+-ը Հայաստանը տարիներ շարունակ ունեցել է եւ այնպես չի որ փայլել է գյուղմթերքի արտահանումներով դեպի Եվրոպա այդ ընթացքում։ Հիմա օրինակ ինչպես է ինչ է արվելու, որպեսզի իսկապես այդ գյուղմթերքը Հայաստանում չմնա եւ գնահատի Եվրոպական միություն։ Նախ եկեք ընդունենք, որ մեր գյուղատնտեսությունն էլ այս տարիների ընթացքում աճ է արձանագրել ոչ միայն ուրեմն արտադրողականության իմաստով, այլ նաև որակի իմաստով, սա մեկ։ Երկրորդը, ես համոզված չեմ, որ GSP+-ի մեջ գյուղատնտեսական ապրանքները կան, գյուղատնտեսական ապրանքները, ասի համարյա նախորդ GSP+-ի մասին։ Նախորդ, հա, գյուղատնտեսական ապրանքները սովորաբար Եվրամիությունում ամենապաշտպանված, այսինքն իրենց արտադրողի համար ամենապաշտպանված ապրանքներն են, որ նախ իրենցը սպառեն, իրենց գյուղատնտեսականը, հետո նոր ամենադոտացիոն ոլորտն է։ Ամենա դու գիտեք այնտեղ շատ լուրջ քաղաքական քննարկումներ են լինում եւ ուկրաինական ցորենի հետ կապված այդ հարցը եղավ Լեհաստանի սահմանի, դա ամենազգայուն ոլորտներից մեկն է եւ այնտեղ գյուղատնտեսությունը էլի բանի ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության տակ է գտնվում, դոտացիաների տակ է գտնվում եւ այլն։ Հիմա եթե մեր այդ բարիերները հանվում են, մեր գյուղացիները, գյուղատնտեսական արտադրությունները այդ հնարավորությունը ստանում են, ել եմ կրկնում, ժամանակավոր մինչև արդեն ընկնեն հունի մեջ, էլի աշխատեն արտադրողականության եւ որակի վրա եւ արդեն մրցունակ դառնան, գտնեն իրենց։ Սա մոտավորապես այն է, ինչ իրենք արեցին 2009-10 թվականներին Վրաստանի եւ Մոլդովայի համար։ Մոտավոր հիշում եք այդ գինիների պատմությունը, վրացական մոլդովական գինիների պատմությունը հիշում եք, որ ռուսական շուկան փակեց այն ժամանակ եւ այն ժամանակ թեև Վրաստանը եւ Մոլդովան դեռ այն ժամանակ չունեին ոչ ասոցիացիան համաձայնագիր, ոչ ազատ առևտրի համաձայնագիր, ուղղակի բացեցին սահմանը եւ ամբողջ ուրեմն այդ ծավալը վրացական եւ մոլդովական գինիների եւ մյուս ապրանքների, որոնց արտահանման կարիքը կար, իրենք ուղղակի վերցրեցին։ Այդ ընթացքում երկու պետություններն էլ ընկան այդ հունի մեջ, կազմակերպեցին իրենց մոտ այդ ստանդարտիզացիան եւ հիմա այսօր արդեն ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում երկու պետություններն էլ շատ հանգիստ իրենց արտահանումը կազմակերպում են եւ Եվրամիություն, եւ սա հերիք չի։ Ու Վրաստանի դեպքում նաեւ Ռուսաստանը։ Դեռ մի բան էլ մրցակցում են մեզ հետ ԵԱՏՄ-ում։ Նրա շնորհիվ, որ այն ժամանակ աշխատել են որակի եւ ստանդարտների վրա։ Վրաստանի պարագայում, Մոլդովայի պարագայում ոչ։ Հա, դու այնտեղ Մոլդովայի պարագայում, Վրաստանի պարագայում մրցակցում են, պատկերացնում եք, եւ մեզ հետ, եւ Ղազախստանի հետ, եւ Ղրղստանի, այսինքն ասածս ինչն է, որ մենք ոչ թե այս կարճաժամկետ խնդիրներով պետքա չափենք իրավիճակը, այլ պետքա նայենք, թե իրավիճակից մենք ոնց կարող ենք ավելի ուժեղացած դուրս գալ։ Հիմա այսօր շատերը խոսում են, ասում են, բա ասենք որ ԵԱՏՄ-ն չլինի։ Ինչ է ԵԱՏՄ-ն։ ԵԱՏՄ-ն անմաքս առևտուր է։ ԵԱՏՄ-ի չլինել նշանակում է անմաքս առևտուր չլինի, լինի մաքսով առևտուր։ Հիմա հենց հիմա Վրաստանը մաքսով առևտուրով մեզ հետ մրցակցում է։ Մաքսը մեջը, պատկերացնում եք, վրացական գինի մաքսը մեջը ռուսական ԵԱՏՄ կամ ԵԱՏՄ մի շուկայում հայկական անմաքս գնացած գինու հետ մրցակցում է։ Եվ ոչ միայն գինու։ Օրինակն էլի ես բերում։ Կամ ընդհանուր կոնյակը, ես ձեզ ասեմ, վրացական կոնյակներն էլ արդեն կան։ Բայց քանի որ խնդիրը քաղաքական է, ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանը կարողանում է սահմանափակումներ կիրառել։ Մաքսով առևտրի դեպքում ոչինչ իրեն չի բռնում, ուղղակի չթողնել հայկական ապրանքները իրենց շուկա, այդքան բան։ Ես հասկանում եմ։ Դուք օրդինար պայմանների մասին եք խոսում։ Հա, դա մի քիչ հասկանում եմ, հա, եթե այդ քայլին էլ կգնան, կիմանանք, որ այդ քայլին էլ գնացին։ Նկատում եմ Հայաստանը պատրաստ է երկարատև կտրվածքով զրկվել ռուսական շուկայից։
ինչքան երկարատև եւ ինչ պայմաններով, սա է հարցը, նախ ինչքան երկարատև եւ ինչ պայմաններով։ Հիմա երբ որ այս ինքնավար առևտրային միջոցառումները եղան, նախ պետք է նայենք դա ոնց է աշխատում մյուս ուղղությամբ, ես հիմա չեմ կարող հստակ ասել, թե այդ ծավալի 50%-ը կգնա Եվրամիություն, թե 60%, մինչև չգնա, մինչև չվաճառի ոչ մի չի կարող։ Այսինքն Եվրամիությունն էլ ինքը մեկ միասնական շուկա է, բայց կոնկրետ ապրանքատեսակների համար երկրից երկիր կարող է տարբերություն լինի։ Դա էլ արդեն իդեպ այդտեղ էլ իրանք մեզ պետք է նաև աջակցեն, նաև անդամ պետությունների հետ մենք ստեղ պետք է աշխատանք տանենք, որ օգնեն մեր այսինքն իրենց այստեղի գործընկերներին, այսինքն մեր գործարարներին, որ իրենց պետություններում հիմա ամենտեղ մի բանի պահանջարկ կա, հիմա հասկանալի է, որ Իտալիայում, ասենք, կարող է մեր կարմիր գինին չկարողանա մրցակցի իտալիական կարմիր գին, բայց Լեհաստանում շատ լավ է կարող համրցակցի, չգիտեմ, ասենք Չեխիայում, Սլովակիայում, Հունգարիայում։ Դրա համար ինձ թվում է մենք Հայաստանը պետք է անի նաև շուկայի ուսումնասիրություն, բայց Հայաստանը շուկայի ուսումնասիրությունը չի արել։ Արվում է, դա նաև գործարարներն էլ էլի, իրանք դա արվում է, կառավարությունը դա անում է, բայց էլի այստեղ մենակ կառավարության վրա պետք չի էլի թողնել։ Մենք հնարավորություններն ենք ստեղծում։ Հիմա եթե երբ որ սա եղավ, հիմա նախարարների խորհուրդը սա պետք է հաստատի, էլի վերջ բացվում է, պատկերացնում եք, բացվում է, այսինքն լինում է Լիմանես ոնց որ ԵԱՏՄ-ն է, հաշվեք ԵԱՏՄ-ն է, մաքսային իմաստով, մաքսային իմաստով։ Այսպես բավական մնում է գտնել ուրեմն բանը սպառման շուկան, որը էլի խնդիր է գտնելը, բայց անլուծելի խնդիր չի։ Եվ նաև լոգիստիկան մեծ շուկա է, մեր համտեսեք, մեծ ծավալի համար 500 միլիոնով շուկա է, նես չէ, մենք մեր տնտեսությունն էլ նես չի, ասենք, հասկանում եք, ասենք, չգիտեմ, ուկրաինական տնտեսության կամ, չգիտեմ, թուրքական տնտեսության չափը։ Մեր արտահանելիքի ծավալն էլ համեմատած եվրոպական գնողունակության եւ պահանջարկի մեջ կաթիլ է մեծ հաշվով, այո։ Հա, էլի, այսինքն դա լրիվ լուծելի խնդիր է։ Աշխատում ենք, բայց մյուս ուղղությամբ էլ ես չէի ուզենա, որ այդպես այդ Կիկոսի մահի դրամաբանությամբ մենք առաջարժվենք։ Խնդիրը հասկանում ենք, որոշակի նյարդերի պայքար էլ կա, պետք է պահել այդ նյարդերի։ Տեսեք, հիմա կառավարությունը ինչ անում։ Կառավարությունը փորձում է սուբսիդավորել լոգիստիկան, փորձում է սուբսիդավորել հնարավոր վնասները, որպեսզի հայկական ապրանքները, սրա հետ մեկտեղ նաև զրոյացվում են մաքսատուրքերը եւ այլ շուկաներ բացել, որպեսզի հայկական ապրանքները այնտեղ հայտնվեն։ Գումարած լավ հիշացեք, այլ շուկաներն են։ Այո, բայց մինչ այդ իհարկե հայկական արտադրողները, հատկապես գյուղմթերք արտադրողները այս պահին վնասներ են կրում։ Եթե գյուղմթերք արտադրողի տեսանկյունից նայենք, հա, ինքը ինչպես պետք է վերաբերի Հայաստանի կառավարությանը։ Օրինակ անպայման չի որ ինքը հասկանա անպայման ինչն է արժևորում ինքը ամենաշատը իր համար որն է ամենակարևորը օրինակ այս պահին ինքը ունի վարկ փակելու խնդիր այս պահին ինքը ունի օրինակ չգիտեմ ապրանքը սպառելու խնդիր աշխատավարձ տալու խնդիր եւ այլ համար կան գործիքներ չէ բա կառավարությունը աջակցելու է չէ բայց 52 միլիոնը ինչի համար է կառավարությունը ծրագրեր կունենա օրինակ հարց կարող է տալ ասել սիրելի կառավարություն ինչու է իմ համար խնդիր ստեղծում հետո ինձ աջակցում կառավարությունը իր համար խնդիր չի ստեղծել Հայաստանի պետականության կայացման ճանապարհին առաջացել են խնդիրներ եթե ինքը մասնակցում է մեր պետականության կայացմանը թող մասնակցի եթե իր համար կարևոր է պետություն ունենալ իր համար ի՞նչն է կարևոր ընդհանրապես պետություն ունենալը ամորֆ օրգանիզմ չի պետությունը արտադրողն է պետությունը գյուղմթերքն է պարենային անվտանգությունն է եւ այլ չի կարող պետության կայացման ընթացքում պարենային անվտանգություն տուժի Ոնց չի կարող, շատ լավ էլ կարող է, բայց ոնց են պետությունները կայանում, այսինքն պետությունը երկնքից կայացած ընկնում է պարենային անվտանգությամբ, բանակով, ամեն ինչով, հենց տենց են պետությունները կայանում։ Չէ, նկատում եմ մի ոլորտ կայացնելու համար կամ ընդհանուրը կայացնելու համար մեկը չպետք է տուժի, չէ, բոլորը միասին պետք է կայանան։ Մեկը կարող է եւ ընթացքում խնդիրներ ունենա, որոնք պիտի լուծվեն, այսինքն բա ոնց են լինում, բա ոնց է լինում։ Ասենք ձեր ասածով որ լիներ 90-ականներին մենք ինչ պետք է ասենք, պետք է ասենք, վա, ես ինչի սովետական միությունից դուրս եկանք, ինչի քանդվեց սովետական միությունը, եկեք հետ գնանք սովետական միություն, տեսեք լույս չկա, ջուր, բա գազ չկա, լույս չկա, պատերազմ է, էսա, այնա, այսինքն այդպես պետք է մենք մտածենք 92-93 թվա։ Հա կային, իհարկե կային։ Իհարկե կան եւ այդ մտածելակերպը իդեպ բերեց մեր հետագա պետականաշինության հիմնական այդ խնդիրներին, որ մարդիկ այդ եկեք sense ասենք, այդ սովետական, չգիտեմ, երշիկ էին, չէ՞, ասում են ժամը, որ ես չգիտեմ, ընդհանրապես եղել է թե չի եղել, ես դա ասում են եղել է, մարդը ասում է չի եղել, մարդը ասում է եղել է, բայց այդ տարածված խոսք է, էլի, երշիկ, ես մանուկ, այսինքն այդ պատանի տարիքում հիշում եմ այդ բանավեճը մեծահասակների շրջանը, որ ինչ է ուզում պետությունն
կայանում քո սովետական բանի հետևից ես եւ այլ այդ պլոմբիր պաղպաղակն ես հիշել եւ այլն, բա ո՞նց են պետությունները։ Ես հիմա բերեցի օրինակը, չէ՞։ Ես հիմա բերեցի Վրաստանը եւ Մոլդովան այդ նույն խնդիրները ունեցել են։ Դրանք ավելի այսպես հարամաչել լեզվով կներկայացնենք, ասածը, որ պետության կայացման գործընթացում խնդիրներ են ստեղծվել ինչ-որ ոլորտների համար։ Ինչ է նշանակում այդ պետության կայացման գործընթացը։ Ռուսաստանի սահմանափակումները դա պետության կայացմանը դեմ ուղված քայլեր են, էդի նկատի ունեք։ Ուզում եք բոլոր բառերը ես ասեմ, ես ասեցի պարզ ասեք։ Դե պարզ եմ ասում, էլի հավատացեք իմ ասածը բոլորը հասկացան, էլի, եթե ուզում եք մենք խնդիրներ, իմ խոսքը խնդիրներ ստեղծի Ռուսաստանի հարաբերություններում, այդ էլ կարող եմ անել, բայց չեմ ուզում հիմա դուք ասում եք ինչ մի խնդիր լուծված չի, բայց հաջորդ նախադասությամբ ինձ առաջարկում եք անել ձևակերպում, որը ավելի խնդիր կստեղծի։ Ես նկատի ունեմ, դուք կարող եք չանել այդ ձևակերպումը, ես դրա մասին չեմ ասում։ Ես նկատի ունեմ շատ հաճախ մեր աուդիտորիան, մեր լսարանը ուզում է ավելի պարզ բացատրություն Շատ բարձ Ռուսաստանում վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի հանդիպումը շատ բաց էր, շատ հրապարակային էր։ Ռուսաստանի նախագահը շատ բաց, ապրիլի 1-ի հանդիպումի մասին եք ասում։ Այո, ամենաբաց տեքստով ես երբեք չէի տեսել, որ Ռուսաստանի նախագահը այդքան բաց տեքստով խոսա։ Ասեցի կարծիքը։ Հիմա ուզում եք, որ ես իրենից շատ եւ ասեց այն ոլորտները, որի հետ կապված կարող են խնդիրներ։ Եվ որն է դրա գինը։ Եվ հիշում եք, որն է դրա գինը, այսինքն ինչ կուզենային իրենք տեսնել եւ այլ, այսինքն եթե մենք հիմա ինչ պետքա մենք ընտրողների քվեն, մենք պետքա փոխենք, ինչի հետ պետքա փոխենք, ընտրողի քվեից թանկ բան չկա, ընտրողի քվեն սակարկման ենթակա չի, ընտրության արդյունքը սակարկման ենթակա չի, ժողովրդավարությունը սակարկման ենթակա չի, նման հարց չի կարող լինել, որը ընտրենք, ժողովրդավարությունը, թե կարճաժամկետ խնդիրների բացակայությունը։ Իսկ ձեզ չընտրածների քվեն Ընտրողների քվեի նկատի ունեք բոլոր քվեները։ Հա, իրանց քվեն էլ է շատ կարևոր, իհարկե։ Բայց որպեսզի ընտրածի ու չընտրածի այդ քվեների համամասնությունը լինի, խորհրդարանը ձևավորվի, վարչապետ ընտրվի, պետք է ունենալ պետություն։ Որպեսզի այդ մեզ չընտրողը հաջորդ անգամ էլ հնարավորություն ունենա մեզ չընտրի։ Ինքը ընդհանրապես պետք է ընտրություն տեսնի իր կյանքում։ Պետք է Հայաստանում ընտրություններ տեղի ունենան։ Պետք է նես չլինի, որ սա լինի Հայաստանի վերջին, սա լիներ Հայաստանի վերջին ազատ ժողովրդավարական ընտրությունը։ Իսկ այդ մեզ չընտրողը մտածել է այդ մասին, որ հաջորդ անգամ, եթե ուզածով լիներ, ինքը ունենալու է ընտրելու հնարավորություն։ Իրեն հարցնելու են հաջորդ անգամ ինչ որ բան։ Թե լի ասելու էին այս բանը վերցու, ընտրողն ինքն է որոշում ինչպես ընտրել։ Գնաց տեղից։ Լավ, խոսքը կոռուպցիոն այդ դեպքերի մասին է, դեպք չի համատարած, դեպք ասվածը կոնկրետ 250 քանի քրեական գործ է։ Քանի մենակ քրեական գործն է, հələ հաշվեք, քանիսը ուրեմն հələ չի դարձել քրեական գործ։ Չգիտեմ, կլինենք, տեսնենք, պարոն Եղոյան, տեսեք, մյուս հարցերին անդրադառնանք, հա, երկու։ Նախ Ռուսաստանի կտրվածքով եւս մեկ հարց, երբ որ Եվրոպական միությունը հիմա հայտարարում է այս հնարավորությունների մասին, որ ստեղծում է հայկական արտադրողների համար եւ Հայաստանի համար, հա։ Դրանից 1 օր առաջ, եթե չեմ սխալվում, 1 օր առաջ, հա, վարչապետ Փաշինյանը խոսում է Միշուստինի հետ, Ռուսաստանի վարչապետի կառավարության ղեկավարի հետ, եւ այնտեղ քննարկում են եւս մոտավորապես նմանաբնույթ հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանին եւ Ռուսաստանին։ Առաջիկայում սպասվում է ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը։ Այս արտոնությունները, որ հիմա Եվրոպական միությունը ստեղծում է, հա, սա ուժեղացնում է Հայաստանի դիրքերը Ռուսաստանի հետ բանակցելու հարցում օրինակ։ Դա Հայաստանի համար ստեղծում է նոր հնարավորություններ, որոնք մյուս ուղղությամբ սահմանափակվել են։ Ես չէի ցանկանա խոսակցությունը այդ զրոյական խաղի, zero sum game-ի բանով, այստեղ ուժեղանում ենք ընդ թուլա։ Ես հիմա միտեղ հնարավորությունը սահմանափակվել է, մի ուրիշ ուղղությամբ հնարավորությունը ընդլայնվել է, շատ լավ է։ Եթե այն մյուս ուղղությամբ իրանք էլ կորոշեն հնարավորությունները հետ բերեն, շատ ավելի լավ, ինչի ընդերից էլ չենք հրաժարվի այն մյուս հնարավորությունից, որևէ հնարավորությունից։ Ասիական շուկաներից խոսեցինք, ես նայում եմ, հետևում եք երևի ակտիվ այդ Մերձավոր Արևելյան շուկաների մասին է խոսքը։ Սինգապուրից են խոսում, այնտեղ էլ նորություններ փոքր արտահանումների մասին են դերևս։ Փոքրը կմեծանա, չէ, փոքրից է սկսում։ Փոքրից է չէ։ Օդանավարով արտահանումները մի քիչ մեծ պոտենցիալ չունեն մեծանալու։ Ես դեռ չեմ կարծում։ Եվ կախվածա որակից, կախվածա գին որակ հարաբերակցությունից, ինչի՞ չէ։ Եթե որակը լավն է, եթե այդ շուկան ունակա գնի քո ապրանքը, քո ասած գնով, օդանավի գինն էլ մեջը, եթե պատրաստ է գնի, ինչ խնդրեմ կա, թող մի օդանավ չգնա, թող 100 օդանավ գնա։ Ով ասել, որ անպայման պետք է լինի երկաթգծով կամ նավով։
իրենք ամենայն դեպս ասում են, որ լավ նոր ուղղություններ են այդ ոլորտով զբաղվող մարդիկ, ասիական շուկաները։ ԵԱՏՄ-ում էլ մենք կքննարկենք, կհասկանանք։ Հիմա վարչապետը շատ ճիշտ նշեց, որ հիմա տեսեք, ԵԱՏՄ-ն ինքը մաքսային միություն է, չէ՞։ Այսինքն ԵԱՏՄ-ն դրել է մեկ մաքսային սահման անդամ պետությունների շուրջը, որպեսզի իր շուկան պաշտպանի, իր համար ստեղծի մեկ միասնական շուկա, ազատ առևտուր, ազատ աշխատուժի շարժ, ազատ կապիտալի շարժ, այսինքն իր համար ստեղծի բարենպաստ պայմաններ, բարենպաստ իր համար։ Իրեն պաշտպանի երրորդ երկրների ուրեմն ներմուծումներից, ուրեմն աշխատուժից, ֆինանսներ եւ այլ, դա մաքսային միություն, Եվրամիությունն էլ է դա ի դեպ։ Եվրամիությունն էլ է այդ նույն մոդելը։ Հիմա եթե այդ ընդհանուր մաքսային սահմանի իմաստը վերանում է, եթե ազատ առևտուր չկա, եթե ազատ աշխատուժի տեղաշարժ չկա, ազատ կապիտալի տեղաշարժ չկա, էլ ԵԱՏՄ-ն ինչի համար է այդ դեպքում։ ԵԱՏՄ-ն պետք է ասի թե մեզ ինչ օգուտ է տալիս, ոչ թե մեզ ինչ վնաս է տալիս։ Վնասի տեղը մենք էլ գիտենք, վնաս տալու համար այդպես ԵԱՏՄ-ից էլ Հայաստանին հարցնում են, ասում են ԵԱՏՄ-ում լինելով հանդերձ ինչու եք հայտարարել, որ ձգտում եք Եվրոպական միության անդամ դառնալ, եթե դրանք տարբեր, ընդհանրապես տարբեր ինտեգրացիոն միություններ են։ Իրավունք ունենք, մենք ոչ մի օրենք չենք խախտել։ Ոչ մի օրենք չենք խախտել։ Չէ, տրամաբանությունն է խախտում իրենց կարծիքով։ Չի խախտվել, այսինքն եթե մարդը մի տեղ ամբողջ կյանքում պետք է մնա այդտեղ, այդ այսինքն դա ինչի նման է։ ԵԱՏՄ-ում մենք լրիվ պահպանում ենք ԵԱՏՄ կանոնները, ընդհանուր մաքսային սահմանի կանոնները, մենք թույլ չենք տալիս, որ երրորդ կողմերը, այսինքն ԵԱՏՄ-ից դուրս գտնվող պետությունները խախտեն մեր միջոցով ԵԱՏՄ կարգավորումները եւ վնասեն ԵԱՏՄ ներքին շուկային։ Մենք դա թույլ չենք տալիս։ Զուգահեռաբար մենք կարող ենք այլ երազանք ունենալ, թե երազել, պլանավորել քո ապագան 10 տարվա, 20 տարվա կտրվածքով չի կարելի։ Թե եթե դու ասենք, եթե մարդը պլանավորում է օրինակի համար, ասենք հիմա մարդ պլանավորել է, չգիտեմ, այսինչ տեղում գնա աշխատանքի ընդունվի։ Պատկերացրեք գործատուն ասի, դե եթե դու տես պլաններ ունես, դու այսօրվանից դիմումդ կգրես աշխատանքից դուրս գաս։ Կարող է նման բան ասի, բայց դա կլինի աշխատանքային իրավունքների խախտում, այդ մարդը անօրինական բան չի արել, ունի ինչ-որ աշխատանքային պարտականություն, օրինակ եմ էլի բերում, որ մարդիկ հեշտ է բանան են։ Աշխատում է իր գործը այդ մարդը անում է, այն թե ինքը 10 տարուց իրան որտեղ է տեսնում։ Այդ իր տվյալ պահի գործատու ինչ գործն է։ Օրինակ պատկերացրեք, դուք միտեղ աշխատում եք։ Կներեք, չեմ համեմատում ԵԱՏՄ-ն, ուղղակի ես համեմատում մարդու օրինակով։ Բարձ օրինակներով խոսենք, բարձ օրինակներով խոսենք։ Կարող եմ նույնը բերել, չգիտեմ։ Արման Եղոյանը հանդիսանում է ԿՓ խմբակցության անդամ։ Չէ, դա ուրիշ է։ Կամ չէ, լավ, ինչ որ մեկը աշխատում է ինչ որ ընկերությունում, ինչ որ մեկը աշխատում է BBC-ում, ենթադրենք, աշխատում է BBC-ում լրագրող, հա, լրագրության օրինակով բերենք։ Ինքը բայց ինչ որ բայց սկսում է հայտարարել, որ ես գնալու եմ CNN։ Դա դամար չեն հայտարարում, էլ ուղղակի չէ, բայց հայտարարում է, Հայաստանը հայտարարել է։ Եվ ինքը ասում է ես գնալու եմ CNN, ես ամեն օր հայտարարում եմ, որ գրեթե տակից ամեն ինչ։ Չէ, տակիցի խնդիրը չի։ Պարզ է, չէ, որ BBC-ի ղեկավարությունում բանա հարցեր են առաջանում այդ մարդու մոտ, ասում ընկեր, մեկ կողմնորոշվի, դու CNN ես ուզում գնալ, թե BBC-ում մնալ աշխատելու։ Ուղղակի ավելի այսպես պատկերավոր։ Ես ձեր օրինակին օրինակով եմ պատասխանում։ Լինելու համար, բայց պարզ է, որ դա այդ օրինակը չի, ԵԱՏՄ-ն մեր գործատուն չի։ Մենք լիիրավ անդամ ենք այդտեղի եւ մենք էլ կարող ենք նույն ձևով, ես ուղղակի մի քիչ կենցաղայնացրեցի, որ մարդիկ հարաբերությունները լավ։ Մեկ այլ օրինակ բերեմ։ Մենք անդամ ենք լիիրավ նույն ձևով ոնց Ռուսաստանը։ Մեկ այլ օրինակ բերեմ։ Եվրոպական միության որևէ անդամ պետություն ասում է, որ ինքը ցանկանում է, չգիտեմ, ինչ որ մեկ այլ Մեծ Բրիտանիան ասում է։ Չէ, իրենք արեցին հանրակրվե դուրս եկան։ Բայց երբ էին ասում այդ մասին։ Իրանք հանրակրվե անելուց 10 տարի առաջ արդեն սկսել էին խոսել այդ հանրակրվեի մասին։ 10 տարի առաջ իրանք հայտարարել էին, որ դուրս են, ուզում են դուրս գան, ցանկություն ունեն դուրս գան։ Եվրոպական մակարդակով։ Այո, իշխանության մակարդակով, իհարկե, բա Դեվիդ Կեմերոններ են ժամանակը վարչապետը, ինքը հենց այդ լոզունգով էլ ընտրվել է։ Ասել է ես գալիս եմ, որ Մեծ Բրիտանիան հանեմ Եվրամիությունից։ Եկավ ու հանեց հանրակրվեով, բայց դա իր պլանն էր, բայց ոչ Եվրամիությունը չէր ասում, դե եթե դուք պլաններն եք, հեսա մենք սանկցիաները կդնենք, սահմանները կփակենք, բան կանենք, դա այդպես բաներն էր Եվրամիության մյուս անդամները դրանից ավելի շատ այսպես ասեմ, վախենային, հա, որ այսինքն ինչ է ստացվում, ինչա թե մեկը որոշել է լքի մեր միությունը երկարաժամկետ հեռանկար, մենք հիմիկվանից իրանց սկսում ենք դրա համար այդպես չի եղել Եվրամիությունում, իրենք ասեմ ավելին հանրակրվեից հետո հələ մի 3-4 տարի դուրս էին գալիս։
Հանրակրվեից հետո առանձին բանակցեցին Եվրամիության հետ առանձին, որտեղ այնտեղ Իռլանդիայի Եվրամիության անդամ երկրների մնում էր, իրանք դուրս էին գալիս այնտեղ սահմանի, իրանք սահման ունեն, չէ՞, Իռլանդիայի հետ այնտեղ հազար ու մի հարցեր կային, թե Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության սահմանը ոնց պետք է աշխատի, բանակցեցին երկար տարիներ, վերջում նորմալ սիրուն կուլտուրական պայմանագրերը կնքեցին, կուլտուրական դուրս եկան, էս ինչ է խոսակցություն, թե դուրս է գալիս հիմիկվանց որոշել ենք արդեն։ Ազգային ժողովը օրենք է ընդունել, ես կրկնում եմ, օրենք, դա օրենք է։ Որոշումը կայացված է։ Դուրս գալու Եվրամիության անդամության ճանապարհը բռնելու, որը մի ինչ-որ կետում նշանակում է ինքնասենյությունից դուրս գալ, որը այդ մի ինչ-որ կետում նշանակել։ Լավ, տեսեք, հնարավոր է այս հարցի իհարկե վարչապետն էլ տրվեց, բայց մի քիչ ուրիշ ձև տամ։ Հնարավոր է Հայաստանը այս ճնշումների ֆոնին, Ռուսաստանի, վերջ-վերջում տեղի տա, թե հնարավոր չի դա բացառել։ Ինչպես ճնշումների ֆոնին։ Ռուսաստանի կողմից կիրառվող ճնշումների ֆոնին, սահմանափակումների Ինչը տեղի տա, ես ուզում հասկանալ, տեղի տա կանգնի եվրոպական ուղուց, այսպես դա օրենք է, դա օրենք է, կրկնում եմ, օրենք է ազգային ժողովի կողմից ընդունված, օրենք։ Իսկ դրանից հետ կայլանել ոչ միայն հնարավոր չէ, ես ուզում եմ ուղղակի, որը ընդունվել է բնականաբար քաղաքական քննարկումների հետևանքով, այսինքն դա մենք բարձրացրել ենք օրենքի մակարդակի, դա ոչ թե ուղղակի քաղաքական հայտարարությունը, որ այսօր ասես դերից են այսպեսի նպատակներում վաղացել չէ, օրենք է, բայց հայտարարության նման օրենք է, ինքն օրենքը չի, որտեղ սահմանվում հստակ ժամկետներ, այս եթե այդ օրենքը չկատարվի, ապա ինչ, չգիտեմ, հետևանքներ կլինեն եւ այլ եւ այլ։ Ամեն օրենք չի, դա հոգեբան օրենսգիր չի, որ լինի։ Ես դրա համար եմ հարցնում, էլի, այսինքն այս օրենքը, այս ընդունված ուղղությունը, այս ուղղությունը, որ Հայաստանը վերցրել է, որքանով է Հայաստանը հավատարիմ այդ ուղղությանը եւ արդյոք հնարավոր է, չգիտեմ, քաղաքական ճնշումների տակ ինքը տեղի տա, թե դա հնարավոր չէ, դա անհնարին է, դա կարելի է բացառել։ Որևէ մեկի հետ հարաբերությունները փչացնել, վատացնել մեր հարաբերությունները։ Մենք ուզում ենք մեր պետության շահերը սպասարկենք բոլոր հնարավոր ուղղություններով։ Եթե կա կողմ, որը մտածում է, որ մեր պետության շահերի սպասարկումը մի ուղղությամբ անհամատեղելի է այդ շահերի սպասարկմանը իր ուղղությամբ, օրինակ եթե կարծում եմ, որ ես չեմ պատկերացնում ինչն է այդտեղ, էլի անհամատեղելի, անկեղծորեն չեմ պատկերացնում։ Եթե մենք օրինակ խոսում ենք ԵԱՏՄ-ից, օրինակ հապկում հասկանում եմ հələ, որտեվ ամեն դեպքում ռազմական միություն, բայց եթե խոսում ենք ԵԱՏՄ-ից, ինչն է անհամատեղելի, այսինքն որ կեսը գնա այնտեղ, կեսը գնա առևտրի մասին եմ խոսում, ինչն է դրա անհամատեղելի։ Հա, մենք եթե հայեցողաբար դա անենք։ Եթե սա դառնում է աշխարհքաղաքական հարց, այդտեղ էլ արդեն կհետևի ուրեմն աշխարհքաղաքական ընտրություն։ Եթե ուզում են աշխարհքաղաքական խոսակցություն, մենք չենք ուզում աշխարհքաղաքական։ Մենք չենք ուզում Եվրամիությունն էլ ինքը ընդլայնվելուց, Եվրամիությունն էլ այնտեղի հիմիկվա խոսակցությունները, հա, քաղաքական։ Իրանք էլ ձգտում են հարցը չտանել դեպի աշխարհքաղաքականություն։ Այսինքն այդ Game of Thrones բան, այդ դաշտ իրանք չմտնեն, այլ ուղղակի նայում են մաքուր առևտուր, շահավետություն, արդյունավետություն, կապակցվածություն, ասենք այս կոնտեքստում են իրանք նայում, ասում մաքուր բիզնես, հա, ոնց որ ասում են։ Հայաստանի հետ հարաբերությունը, օրինակ Հարավային Կովկասի իրենք զուտ առևտրի եւ, չգիտեմ, կապակցվածության դիտանկյունից են նայում։ Աշխարհաքաղաքականության դիտանկյունից չեն նայում։ Ոչ այն իմաստով, ոչ աշխարհաքաղաքական կռվի մեջ է Ռուսաստանի հետ Ուկրաինայում։ Աշխարհագրության իմաստով այո, քաղաքական իմաստով այո, քաղաքականության իմաստով, բայց ոչ այն բանի նման դուք ասեք էլի։ Որ իմանամ ինչ ասեմ, կասեմ։ Աշխարհքաղաքական դասական աշխարհքաղաքականության իմաստով, Մակին Դերաչանո եւ այլն։ Մակին Դեր, չգիտեմ, Շպենգլեր, Թոյնբի, ասենք, որ այս բանը այդ դուք ասեք, Բժեզինսկի, որ մեծ շախմատային տախտակն ասես դնենք, ասում ասա, իրանք սա անում են ռուսների դեմ, նա անում են նրա դեմ, որ այդ կոնտեքստով չեն։ Իրանք պետք է արևմուտք հարաբերությունների կոնտեքստում չի։ Իրանք ունեն խնդիրներ։ Իրան Եվրամիությունը, Ուկրաինային պատերազմից հետո բախվել է խնդիրներ եւ էներգակիրների հետ կապված, եւ առևտրային ուղիների հետ կապված։ Ինչ պետք է նստի սպասի, ասենք նստի սպասի, ասի երբ այդ ճանապարհը բացվելու, իմ էժան վառելիքը գալու, իմ առևտուրը վելի վերականգնվելու, ուղիղ ավեթրիչները էլի բացվելու, կարճ ու էժան եւ այլ եւ իհարկե չի սպասելու, նոր ուղիներ է փնտրելու։ Հիմա այդ նոր ուղին անցնում է Հայաստանով։ Ինչի՞ չպետք է անցնի այդ նոր ուղին Հայաստանով, կներեք, որովհետեւ Ռուսաստանը չի ուզում, որ այդ նոր ուղին անցնի Հայաստանով։ Հա, այդ տրամաբանությամբ մենք պետք է շատ ուզում է այդ ուղու վրա նստի, ուղղակի։ Դե մենք ենք որ իրենց այլինքը նստի այդ ուղու վրա։ Կներեք, ուղու վրա հիմա կոնցեսիան ունեին իրանք երկաթգծի, կներեք։
Մենք այսօր կարող ենք ունենալ եվրոպական ստանդարտներին համապատասխան երկաթգիծ։ Բոլոր ուղղություններով մենք կարող ենք ունենալ, թե չենք կարող ունենալ։ Բայց փոխարենը իրանք ասում են դե գիտեք ինչ, որ այդտեղ բանա հետ գնելիությունը քիչ է, որովհետև մենք ունենք մեր ուղիները։ Այսինքն իրանք դիտարկում են մեր երկաթուղիները որպես իրանք երկաթուղիների մրցակից, միգուցե եւ օբյեկտիվորեն այդպես։ Այսինքն իրանք կոնցեսիան վերցնել են, որ թույլ չտան մեր երկաթգիծը զարգանա, թե վերցնել են որ զարգացնեն մեր երկաթգիծը։ Մեր պահեմանագրում դες բան գրած չի, որ վերցնում են, որ չզարգացնեն։ Գրած է, որ վերցնում են, որ զարգացնեն։ Ոչ թե որ վերցնեն, փակեն, պլոմբեն, ասեն, դե ինչ անենք, բան չի, հետ գնելիություն չունի, մնում է հյուսիսային ճանապարհը։ Հիմա հյուսիսայինն էլ է փակ, լավ, մնում էր, հիմա այն էլ է փակ։ Մենք ենք մեղավոր հյուսիսային ճանապարհը։ Հյուսիսային կատարենք Ռուսաստանի Ռուսաստանով ճանապարհ մենք կոչում ենք հյուսիսային ճանապարհ, այսինքն աշխարհի հյուսիսային մասում գտնվող ճանապարհ։ Մենք ենք մեղավոր։ Ցամաքային ճանապարհը։ Ցամաքային Հայաստան, այդտեղ էլ ենք մենք մեղավոր, որ այնտեղ իրանք, ասենք, այդ աստիճանի։ Այսինքն ձեր ասած ստացվում է հյուսիսայինը փակ է, բայց ինքը չի ցանկանում հարավային զարգացնել, ձեր ասածից։ Հարավային կատարում Հայաստանն է։ Հարավայինը Իրանով հարավայինն է փակ։ Նո, խնդրահարույց է, Սուեզի ջրանցք եւ այլն։ Խնդրահարույց է։ Մերը միջինն է, Երբեմն փակվում է, երբեմն բացվում է, այո։ Այսինքն մնում է միջինը եւ միջինը ձեր ասածով իրենք չեն ցանկանում զարգացնել, որ Եվրամիության հետ ավելի, չգիտեմ, կամ արևմուտքի հետ ավելի կոշտ դիրքերից խոսան այդ հյուսիսայինը բացելու հետ կապված։ Այդ բոլոր բառերը ես ասեմ իր հետևից։ Ես ձևակերպեցի ինձ ոնց ասացի։ Հասկացա։ Լավ։ Խնդրում եմ, Լավ։ Համ առաջարկում եք, ասեցի, համ առաջարկում եք, ասում եք ոնց անենք խնդիրներ ուզում, համ ասում եք կարող եք մի հատ էլ խնդիր ստեղծել։ Ես ուղղակի ուզում եմ։ Դա իրենք են ասել, դա եւ ոչ թե ես եմ ասել։ Դա ասել է, իմ ասածը ասել է պարոն Օվերչուկը 10-ին տված իր երկար հարցազրույցում, չգիտեմ Հայաստանում այդ հարցազրույցը ինչի չտարածվեց, ինչի մարդիկ չկարդացին։ Շատ երկար, այդտեղից ընտրեցի այն մասը, այն որպես վերնագիր, որ հեսա վատ կլինի, բայց այն թե ինչու, ինչն է իրենց հիմնավորումը։ Ինքն է դա ասում, փոխվարչապետն է, չէ՞ Ռուսաստանի։ Ասում է ձեռնտու չի։ Մեզ ձեռնտու է մեր երկաթգծերը զարգացնել։ Իրանց ձեռնտու չի, իրանց կոնցեսիայի տակ գտնվող երկաթգիծը զարգացնել։ Մեզ է ձեռնտու, եւ պետք է զարգանա այդ երկաթգիծը։ Արդյոք Եվրոպական միության հետ քննարկվել է կամ ընթանում են քննարկումներ առայն, որ օրինակ Հայաստանին տրամադրվի աջակցություն հանկարծ, եթե ռուսական կողմը խզի կամ վերանայի գազի գինը, գազի գծով պայմանագրերի նկատվում են էներգակիրների գծով պայմանագրեր կամ վերանայի գազի գինը, որովհետև նման նամակ Մոսկվայից ուղարկվել էր Երևան համապատասխան գերատեսչությանը։ Արդյոք Եվրոպական միության հետ կան քննարկումներ դրա շուրջ։ Ես դա չեմ կարող կոնկրետությամբ ասել, հա կամ չկան, բայց գիտեք, եկեք կամ Հայաստանը ակնկալում է Եվրոպական միությունից աջակցություն։ Ձեզ առաջարկեմ, ձեր բոլոր հարցերը կներեք, էլի, ասենք այն ուղղությամբ թե բա մենք ինչ ենք անել, իսկ ինչ կանենք, եթե իրենք ասեն սա։ Կներեք, իսկ մենք ասելու բան չունենք։ Մենք չունենք ասելու։ Խնդրեմ ասեք, ինչ ունենք։ Պետք չի իմ ասել։ Մենք գիտենք, իրանք էլ գիտեն։ Դրանք շատ նույն հարցեր են, ինչպես որ գազն է, շատ նույն հարց։ Բայց այս կողմում էլ կան շատ նույն հարցեր։ Կան այդ հարցերը։ Օրինակ ռուսական ռազմաբազայի հեռացման հարցը կարող է Հայաստանը դնել։ Ես օրինակներ չեմ բերի, որտեվ դա բան է։ Քվանտային մեխանիկայի նման է։ Հենց նայես բոլոր հնարավորություններից կընտրվի մեկը։ Բանը գիտեք, չէ՞, կանոնը։ Մեզ որ պետք չի այդ անթիվ անհամար եկեք քվանտային մեխանիկայի կանոնները։ Հայաստանի ձեռքում եւս կան, այսպես ասած, խաղաթղթեր։ Բանը հայոտ։ Թրամփի ասած անգլերենից եթե անգլերենով մտածողությունից թարգմանենք, այդ խաղաթղթը, բայց մենք չենք ուզենա որ մենք չենք ուզենա այդ խաղը խաղալ։ Մենք չենք ուզում այդ խաղը խաղալ։ Բայց ուղղակի դուք որ իրաց խաղակարտերից եք խոսում, կան գործիքներ, կան։ Մենք չենք ուզենա դրա մեջ մտնել, որովհետև դա որոշակի ռիսկ է եւ մեզ համար, եւ իրենց համար։ Երկկողմանի ռիսկեր են դրանք։ Մենք չենք ուզում այդ ռիսկը, չենք ուզում, բայց եթե բանը հասնի դրան, արդեն այնտեղ կնայենք։ Եվ վերջինը ֆոն դեր Լայենը հայտարարել է 200 միլիոն եվրո արժողությամբ Global Gateway դարպասների նոր փաթեթի մասին, որ հարավային Կովկասով կարող են ճանապարհներ անցնել, դեռևս հարավային Կովկասով, այսինքն Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա ինչ որ ճանապարհներ չեն ասում, կան խոսակցություններ դրանց մասին, կան պրոյեկտներ, նպատակներ եւ այլ։ Եվրոպական միությունը
ինչ ուղղությամբ կարող է այստեղ մասնակցություն ունենալ եւ արդյոք կան որևէ կոնկրետ ինչ որ ծրագրեր, որ քննարկվում է Եվրոպական միության հետ։ Կոնկրետ ծրագրերը լոգիստիկային ամեն ինչ վերաբերում եւ կոմունիկացիոն ենթակառուցվածքներին, այսինքն այդտեղ շատ բան Ամերիկան ունի TRIP նախագիծ, Եվրոպական միությունը ինչ ունի այստեղ։ Դե Եվրոպական միության աջակցությամբ էլ օրինակ մեծ սահմանային անցակետերը մենք վերազինեցինք։ Եվրոպական միության աջակցությամբ հիմա նաեւ վիզաների ազատականացման երկխոսության կոնտեքստում մենք մեր տվյալների անձնական տվյալների պաշտպանության, սահմանների պատշաճ վերահսկողության ուղղված միջոցառումներ ենք իրականացնում, սա վիզաների ազատականացման։ Ու դա կոնկրետ ռեֆորմներ է, որ մենք իրականացնում ենք, որը ունենում է նաև ավելի մեծ դրական ազդեցություն ընդհանրապես քո պետության, ուրեմն տվյալների անվտանգության եւ սահմանների պատշաճ վերահսկողության, սահմանային անցակետերի պատշաճ վերահսկողության, սահմանահատումների վերահսկողության իմաստով։ Այսինքն սա էլ մենք էլի կարող ենք դիտարկել այդ նույն լույսի ներքո։ Հիմա մենք հյուսիս-հարավ հատվածում երկու տրանշ ունենք EBRD-ից եւ EIB-ից այդ հատվածում թունել ուրեմն կարծեմ Բարգուշատին, բայց Դիլիջանի թունելի հետ կապված էլ ծրագրեր կան էլի ուրեմն այնտեղ էլ կա իսկ ճանապարհային ենթակառուցվածք քննարկվում են այդ բոլոր հարցերը քննարկվում են այս արևելք-արևմուտքի համատեքստը։ Դե ճանապարհը կա, երկաթգծի հարցն է այնտեղ մնում, հələ վերադարձանք երկաթգծի հարցին, որը շատ էական հարց է, որովհետև տեսեք արևելքից արևմուտք, ասենք Եվրոպայից, չգիտեմ, որը վերցնենք, ասենք Փարիզից կամ չգիտեմ Բուդապեշտից, Կենտրոնական Ասիա ամենակարճ եւ ամենահարմար աշխարհագրորեն ամենահարմար ճանապարհը անցնում է Հայաստանի հյուսիսով, այսինքն Գյումրիից մտնեն, Վանաձոր, Իջևան, Ղազախով դուրս են գալիս ու ծով Կասպից ծովով գնում են։ Դա աշխարհագրորեն ամենահարմար ճանապարհն է, որտեղ ցավոք մենք ունենք բազմաթիվ այդ ենթակառուցվածքային խնդիրները եւ Իջևանի այդ փլուզված հատվածը երկաթգծի եւ Ախուրիկեն հատվածը եւ այն որ ուրեմն Վանաձորից մինչեւ Դիլիջան չէ, Մարգահովիտ գյուղ այնտեղ մի հատված երկաթգծի հատված Ֆիալոտովը այնտեղ երկաթգծերի հատված չկա, այսինքն չի եղել էլի երբեք այնտեղ էլ կարելի է այնքան բան կարելի է այդտեղ անել, եթե լինի քաղաքական կամք, որտեղ փողը նկատում եմ բանը ռուսական կողմի համար եմ էլի հիմա ասում կոնցեսիոների աչքով եմ ասում, եթե իրենք ուզում են զուտ բիզնես անեն, բազմաթիվ այնտեղ հնարավորություններ կան։ Ասում եք նստեն, չէ, տենց չէ ձևակերպեցիք, նստեն վրեն են, բայց վրեն են որ աշխատի երկաթգիծը, թե վրեն են որ չաշխատի երկաթգիծը։ Պետք է աշխատի այդ երկաթգիծը։ Ումա պետք է թե չի աշխատելու այդ երկաթգիծը։ Մեզ պետք է որ աշխատի այդ երկաթգիծը։ Եթե Ռուսաստանն ընդունում է օրինակ այդ երկաթգիծը աշխատեցնելու պայմանները Հայաստանի։ Արդեն մենք ասել ենք եւ իրանք արդեն իսկ ասում են, որ դա հետգնելիության հետ խնդիր է ունենալու։ Իսկ հետգնելիության հետ խնդիր է ունենալու ոչ միայն այն պատճառով, որ այն մրցակից է իրենց երկաթուղիներին, այլ այն պատճառով, որ շատերը կարող է եւ չօգտվեն դրանից, քանի որ այն ռուսական կոնցեսիայի տակ է։ Այսպեսի փակ շղթա է ստեղծվել, որտեղ իրանք ասում են, որ մեր ներդրումները կարող է չունենան հետգնելիություն, որտեղ մարդիկ չեն ուզենա մեզ հետ աշխատել։ Կներեք, իսկ մենք դեռ ինչ կապ ունենք։ Այդ շղթայի մեջ մենք ինչ կապ ունենք, մեր մեղքը որն է։ Էսա իրավիճակը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Civilnet տաղավարում ես զրուցեցի Արման Եղոյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։